Այսօր էլ գնում եմ մեր գյուղի դերձակի մոտ հարցազրույց վերցնելու։ Մի քիչ պատմեք ձեր մասին, ինչպես ընտրեցիք դերձակի մասնագիտությունը։ Անկուց սիրել եմ կարել, միշտ կարել եմ տիկնիկներից համար, մի քիչ մեծացել եմ իմ համար, հետո որ մեծացա ուրիշ մասնագիտությունների մասն եմ մտածում, բայց քանի որ շատ բարդ տարիների եմ դպրոցն ավարտել 91-92 թվականներին, մութուխավար տարիներն էին, հնարավորությունները շատ մեծ չէին, իսկ դա իմ համար հասանելի էր։ Այդպես էլ սովորեցի ու դարձա դերձակ։ Երբ եւ ինչպես որոշեցիք հիմնել Աստղանի կարի սրահը։ Իմ տղան երբ ավարտում էր դպրոցը, ես առաջարկեցի դասընկերուհիների համար հագուստ կարել։ Շատ գեղեցիկ ստացվեց, բոլորը հավանեցին, համագյուղացիները այդ ժամանակ նոր իմացան, որ ես դերձակ եմ։ Անընդհատ ինձ ասում էին, ինչու՞ չես արհեստանոց բացում, մենք էլ լիքը բաներ ունենք կարելու, կարող ենք բերել մոտդ կարելու։ Իմ մոտ արդեն մտահղացում դե շուտվանից կար, բայց չէի համարձակվում, չէի մտածում, որ կարող է աշխատան գործ լինի կատարեմ։ Այդպես ընտանիքում հարց բարձրացրեցի, որոշեցին ինձ ընդառաջեն, սենյակի հարցում գյուղապետը ընդառաջեց, ու այդպես բացվեց այս արհեստանոցը։ Ամեն ինչը ստեղծվեց իմ ձեռքերով, կահավորությունը, վերանորոգումը։ Գեղեցիկ անկյուն ստացվեց։ Ինչն եք ամենաշատը սիրում ձեր աշխատանքի մեջ։ Աշխատանքս ընդհանրապես շատ հաճույքով եմ կատարում։ Դա յուրաքանչյուր մասնագիտության գրավականն է, որպեսզի աշխատանքդ հաճույքով անես, աշխատանքդ լավ է ստացվում։ Ամեն դեպքում ավելի շատ սիրում եմ անհատական զգեստներ կարելը։ Իմ մոտ շատ գեղեցիկ է ստացվում զգեստներ կարելը։ Եթե ինչքան բարդությունը շատ է, այնքան ավելի հաճույքով եմ կատարում այդ աշխատանքը ու ամենահետաքրքիր պահն ու ամենահաճելի պահը այն է լինում, որ վերջում հավանում են զգեստը ու ուրախության փայլող աչքեր եմ տեսնում։ Ցավոք այդպիսի անհատական պատվերների քիչ է լինում։ Դա բնական է, փոքր գյուղ է։ Ինչպես են ձեր ընտանիքի անդամները արձագանքել ձեր սրահը հիմնելու։ Ի սկզբանե շատ թերահավատորեն են, քանի որ փոքր գյուղեր մտածում են աշխատանք չի լինի, գործ չի լինի։ Հետո երբ վերջի զանգի շորեր կարեցի, գյուղից արձագանքներ լսեցին, հասկացան, որ այդքան էլ անհուսալի վիճակ չի, էլի կարելի է փորձել։ Հետո արդեն ավելի արձագանքներից լսելով տեսա, որ կարելի է լավ է ստացվում իմ մոտ ու համոզվեցին, որ ճիշտ էր։ Եթե ոչ դերձակի մասնագիտություն, ապա ուրիշ ինչ այլ մասնագիտություն կցանկանայիք ընտրել։ Ինտերիեր դիզայների։ Ճիշտ այդ թվականին, որ ես դպրոցն ավարտեցի, այդ մասնագիտության մասին շատ քիչ գաղափար ունեցող կար կամ համարյա թե գրեթե չկար, բայց ինձ հոգեհարազատ էր ու անընդհատ մտածում էի այդ թեմայի մասին, ինչ որ բաներ էի մտքիս մեջ պլանավորում, ինչ որ մեկի տուն էի գնում, մտովի տուն էի վերանորոգում, ինչ որ մի հիմնարկություն էի մտնում, մտովի պատեր էի տեղափոխում, մտածում եմ, որ օրինակ ես շատ ավելի հաճույքով այդ աշխատանքը կանեի։ Շատ լավ։ Ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են այս մասնագիտությունն ընտրել։ Ընդհանրապես կապ չունի ինչ մասնագիտություն ես ընտրում։ Ամենակարևորը, որ հաճույքով ես այդ մասնագիտությունը ընտրում եւ սիրով անում ես։ Այդ ամենակարևորն է։ Այդպես մասնագիտություն չկա, որ ասես, բայ սա չեմ կարա սրանով ապրեմ կամ չի նյութականը չի ապահովի, այդպես բան չկա։ Եթե դու գործդ լավ ես կատարում, դու անպայման նյութականը կարաս ապահովես քո աշխատանքից արդյունքում։ Բայց այս աշխատանքը շատ լավ աշխատանք է, ուղղակի պետք է սիրես։ Ընդհանրապես դու զգաս, որ դու դա քոնն է։ Շատ լավ Զոյա ջան, շատ շնորհակալ եմ ժամանակ հատկացնելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։